Ամբողջ ճանապարհը Ֆրեզնոյից նոր ենք դուրս եկել։ Այգիներ ու ծառեր են։ Ու թափված։ Նարինջա Արմինե։ Նարինջա։ Դեղած։ Բա դեղ են արել, բա թափվել է, խաղող չկա։ Մեքսիկացիների Տրամպը նեղացնում ուղարկում է սահմանից են կողմ, ֆերմերներում աշխատող չկա։ Երեխաները ցանկություն չունեցան մի հատ մեքենայից դուրս գան, ծույլ են, ծույլ երեխաները։ Արի սիրելիս, այդտեղ շուն կլինի, հապ կանի, թմբլիկ պոչիկդ կտանի։ Շատ հեռու մի գնա։ Ասում է ջրի գողել դարձանք։ Գողություն չենք անում, բայց երկու հատ թափված ապելսիններից, նարինջներից Արմինեն բերել է։ Հələ դա հարց է, ուտել կարելի է, չի կարելի։ Սաղ ճանապարհը ֆերմերային ուրեմն փոքրիկ շուկաներ այն, որ Հայաստանում դրել են ինչա, շարոց, գաթա բան են վաճառում։ Սեղել թարմ մրգեր, ամեն կլուբնիկան մի հատ նարինջի չափսեր, ամեն ելակը։ Սաղ մրգերի շուկաներ, ափսոս տանը չենք, սառնարան չունենք, իհարկե ճանապարհային սառնարան ունենք մեքենայի մեջ, դրա մեջ այդքան չենք կարող փոխադրել։ Այս գեղեցկությունը նայեք, հրաշք։ Զով սարեր, մանկությունս ետ բերեք։ Կալիֆոռնիայի նահանգի Ֆրեզնոյի մոտի սարերը։ Գնացինք սիրելիս։ Վա, Արմինեն հիմա ժանգլորություն անելու նարինջներով։ Գնացինք, մենք դեռ 50 րոպե ճանապարհ ունենք անցնելու։ Ճանապարհի նշանը ցույց տվեց, ձախի վրա ասես բարձրանում է Armenian Church Camp։ Հիմա մենք որոշեցինք գնանք, չգիտենք քանի կիլոմետր ցես կբարձրանանք, գնանք տեսնենք ինչ հայկական, այ, այս հայկական դրոշակից է սահմանած է։ Permit required, ուրա գնում, դեպի աջ։ Ուրա ստեղ Armenian, հələ մի քիչ գնանք, տեսնենք մի բան կա թե չկա, մի 15 րոպե գնանք, հա, ինչքան գնանք։ Ինչքան բարձր պետք է լինի։ Հələ մի հատ լավ, հələ տեսնենք ինչ կա։ Նշանը նորից տեսանք, տեսնում եք հայրիկը նկատեց Armenian Church Camp 2 մայլ։ Գնանք տեսնենք ինչ կա այնտեղ։ Մեր հայրենակիցներն են։ Կարող է երեխաների սուրենին թողենք Սոֆին ստեղ։ Մենք գնանք հետո մի ամիս հետո գանք տանենք։ Ոլորապտույտներով ճանապարհ է, բայց համեմատած Լորի մարզի որոշ գյուղերի ճանապարհներին բավականին բարվոք է, չէ Արմին, ասֆալտապատ է։ 3 կիլոմետր եւս կհասնենք տեղ։ Վերջապես հասանք։ Anybody home? Հայկական դրոշակը չասրած է, դրոշակը չկա, որովհետեւ Խաչկարը կա, Archbishop Վաչե Հովսեփյան Camp։ Երևի դեռ բանը չի, սեզոնը չի, դրա համար փակ է։ Մի հատ նայենք ինչ կա, մենք հիմա գանք Էլեսկոմ։ Մի հատ նայենք հասանք, սա է հայկական ճանապարհը, նայեք ինչ լավ տեղ է։ Նոր հանդիպեցինք ճանապարհին մեքենայով գնում էր ո՞նց է կոչվում property manager-ը, ով որ ղեկավարում է տարածքը, ասես պատրաստում են դեռ սեզոնը չի բացել, հələ նայեք ինչ լավ լիճ ունեն, այդտեղ երեխաները երևի լողանում են, խաղում են։ Սուր լայֆգարդի։ Սուրեն էնի ճաշարանն է։ Լայֆգարդի աթոռն էլ կա։ Արմինե, նա էնի ճաշարանն է երևի։ Այստեղ զուգարան բան ինչ որ հանգստի գոտի նայ, էլի նայի բաստեղ։ Շատ լավ տեղ է։ Բա նավակել ունեն։ Նավակել ունեն։ Անեց որ Ֆրեզնոյում ապրող երեխաները լավ տեղ ունեն ամառը գալու դպրոցից հետո հայկական միջավայրում, հայկական երաժշտությամբ, երկու պարով, բանաստեղծություններով, խաղերով ժամանակ անցկացնեն։ Նայեք ինչ լավ տեղ է, ճամբար իհարկե։ Բա, իրանք դուք բանում էին իրանք, չէ՞, Boston, Franklin Lakes կարծեմ, հա Սուրեն։ Բոստոնում եք եղել ճամբար, Հայաստանում եք եղել տունարի, թե քայլ դեպի տուն ծրագրի շրջանակներում։ Այնտեղ մի հատ աղջիկ կա պարկեց արևիտակ իր շունիկի հետ, երևի աշխատողներից մեկի ընկերուհին է։ Դե լավ, մենք դեռ երկար ճանապարհ ունենք գնալու։ Ոտներս խերով էս հայկական օջախում։ Բարի համար ցանկանանք երեխաներին, այնտեղ բասկետբոլի հրապարակ կա։ Բարի համար իրանց ուրախ ժամանց։ Մենք էլ գնացինք, շարունակենք ճանապարհը։
Շունիկն էլ նայումա թես ովքեր են եկել են։ Սուրեն էլ պիտի ծարախսի դիմացով անցնի։ Գնացինք։ Մենք իհարկե ճամբար այցելող չենք կարող մի հատ կամ չառնենք, մեր Սուրբ Խաչքարի մոտ նկարվեինք։ Իշքան անկախ դրանից թե տկարամիտ, դավաճան, տխմար, գեղցի, փնթի, թշնամին մտած կառավարության շենքում իշքան կասի թե որ հայրը խելքից դուրս ինչ որ խաչքար են սարքել թե ինչ են արել։ Մեր Սուրբ Խաչքարն է, լավ են արել դրել են։ Մի որոշ ժամանակ հետո կախվի եռագույնը եւ կախվի Արցախի եռագույնը մերն է։ Ողջունենք, խոնարհվենք եւ շարունակենք մեր ճանապարհը, երեխաներ։ Փառքը շատ Աստված, փառքը շատ հայ ժողովուրդ, կեցե հայ ժողովուրդը, աշխարհասփյուր հայ ժողովուրդը, կեցե հայկական բանակը, կեցե մեր ինքնությունը, ինչ ասեմ, կոչ միայն, խելամիտ լինելու համախմբված եւ կոտրելու բոլոր սրիկա դավաճանների գլուխը եւ վռնդելու իշխանությունից։ Գնացեք երեխաներ, լավ։ Ավելացնեմ նաև, որ այսպիսի ճամբարներ գործում են աշխարհի տարբեր երկրներում։ Հայաստանում առաջ կան կոչում էին պիոներական ճամբարներ, ես ինքս եմ մի քանի անգամ եղել եմ Կիրովականի Արտեկ ճամբարում, որպես լավ աշակերտ, դպրոցի լավ աշակերտներից մեկը ուղղագիր եմ ստացել, եղել եմ այն ժամանակա Լենինգրադում ճամբար, եղել եմ Նովի ճամբար, հիմա այդ ճամբարները չգիտեմ Հայաստանում գործում են թե ավերված են։ Այդպիսի ճամբար կա Ֆրանսիայում, այդպիսի ճամբար կա Միացյալ Նահանգների համարյա բոլոր նահանգներում, օրինակ Նյու Յորքի նահանգի շրջանում ես գիտեմ առնվազն 3 թե 4 այդպիսի Սուրբ Վարդան, տարբեր անուններ կրող ուրեմն ճամբարներ կան։ Եվ այդպիսի մի քանի ճամբար կան Մասաչուսեթս նահանգի շրջակայքում։ Այդպիսի ճամբար նաև գործում է Հայաստանում, նախկինների օրոք ստեղծված տուն արի, որը հիմա անվանափոխել են Քայլ դեպի տուն, Սուրենն ու Սոֆին անցյալ տարի մասնակցեցին այդ ծրագրին, շատ գոհ մնացին։ Չեմ կարծում թե Ռուսաստանում այդպիսի ճամբարներ կան, բայց այս ճամբարների իմաստը շատ մեծ է։ Այս ճամբարներն են, որ օգնում են մեր հայր երեխաներին, որոնք ծնվել մեծացել են Միացյալ Նահանգներում, Սփյուռքում օտարության մեջ, դրանց օգնում է մնալ հայ, իմանալ հայոց պատմությունը, իմանալ եղեռնի մասին, նայել Մասիս սարին, նայել եռագույնին, առավոտները աղոթ քանել, այս բոլոր բաներն են, որ մեր ինքնությունը պահում են, օգնում են, որ մենք հայ մնանք։ Եվ այս գործին շատ մեծ նպաստ է ունենում, իրավայն է ունենում Սփյուռքում գործող հայ ամենաավանդական կառույցներից մեկը, հայ հեղափոխական դաշնակցությունը։ Այս ճամբարները, ինչպիսին այս մեկն էր, որ ես նկար անել ենք մենք ընտանիքով, գործում է ի շնորհիվ հայ հեղափոխական դաշնակցության։ Այո, նրանք անվճար չեն, վճարով են, 2 շաբաթվա համար չեմ հիշում, երևի մոտ մի $1500 արժեն, բայց եթե ընտանիքը ի վիճակի չէ մուծելու այդ գումարը կամ ի վիճակի է մուծելու գումարի մի որոշ տոկոսը, մեր հայ հեղափոխական դաշնակցության գլխավորությամբ գործող Սփյուռքի բոլոր կառույցները ընդառաջ են գնում եւ ամեն ջանք գործադրում են, որպեսզի այդ երեխան մասնակցի ճամբարի աշխատանքներին, 3 հերթափոխա ճամբար ունի կարծեմ, ամեն մեկը 2 շաբաթ, ինչպես Քայլ դեպի տուն ծրագիրը։ Եվ դրա շնորհիվ երեխաները մասնակցում են։ Նորից եմ ասում, Սուրենն ու Սոֆին եղել են մասնակցեցին 2 տարի առաջ այդ Քայլ դեպի տուն ծրագրին, այդտեղ եղել են Franklin Lake, Մասաչուսեթս նահանգում գտնվող այդ քաղաքում ճամբարին, առավոտը սկսում էր աղոթքով, եռագույնի բարձրացումով, Գարեգին Նժդեի արձանի մոտ եւ երեխաները հայ երգից, բանաստեղծությունից, պարից բացի ուսումնասիրում էին, նրանց դասավանդում էին, նրանց ծանոթացնում էին հայոց լեզվի հետ, գրականության հետ, պատմության հետ, այս բոլոր բաներն են մեր ինքնությունը, որ նորից եմ ասում, այս ճամբարները, որոնք գործում են միմիայն հայ հեղափոխական դաշնակցության անդամների, բարեգործների շնորհիվ օգնում են մեր երեխաներին, որոնք ծնվել են ճակատագրի բերումով ծնվել են Սփյուռքում, օգնում են նրանց հայ մնալ, խոսել հայերեն, ունենալ
հայկական մտածելակերպ, հայկական ճաշակ եւ ինչպես նաեւ հայրենասիրություն։ Ի տարբերություն դուք ինքներդ երբեմն կարող եք նկատել, որ Ռուսաստանում ծնված մեծացած երեխաները սկսում են արդեն հայերենը ցավոք մոռանալ եւ պատահական չէ Ռուսաստանի շատ ծնողներ ուրեմն իրենց երեխաներին ուղարկում են ամառները Հայաստան, որպեսզի մասնակցեն այդ քայլ դեպի տուն նախկինների կողմից ստեղծված ծրագրին, որ ինչ որ ձևով շփվեն հայ երեխաների հետ եւ հիշեն իրենց լեզուն։ Այնպես որ շնորհակալություն հայ հեղափոխական դաշնակցությանը, շնորհակալություն Սփյուռքի կառույցներին, որ այդպիսի ճամբարները գործում են։ Ի հակառակ դավաճան սրիկա իշխանությանը, որ ամեն բան անում է, որ եկնությունը երեխաների մեջից, ընդհանրապես հայ ազգի մեջից հանի։ Մի քիչ ստացվեց, որ գովաբանեցի հայ հեղափոխական դաշնակցությանը, ինչպես գիտեք, ասել եմ մի քանի անգամ, ես անկուսակցական եմ, պապենական գուցե դաշնակցական եմ, ինչպես ամեն հայ, որի պապերը Մուշից ու Վանից են, բայց էությամբ վերջին անգամ եղել եմ կոմերմիսիան անդամ, պիոներից հետո հայ հեղափոխական դաշնակցության անդամ չեմ, այսքանը։ Հա, մոռացա ասեի, եւ ամենակարևորը հայ հեղափոխական դաշնակցության անդամ Սողոմոն Թելերանն էր։ Այդ ամեն մարդու բան չի, այդ պատվավոր կոչումը լինել հայ հեղափոխական դաշնակցության անդամ։ Ամենայն բարիքներ բոլորից, ցանկանում եմ ուրախ հանգստյան օրեր։